Բարև ձեզ, սիրելի, հարգելի իմ հետևորդներ, իմ համակիրներ, իմ աջակիցներ, ուրեմն նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ, ձեր կատարած աշխատանքի համար, ամեն տեսակ լեզուներով իմ անձը բարձրաձայնելու, իմ անձի շուրջ աջակցություն ցուցաբերելու համար այնտեղ է հասնում, շարունակեք նույն ձևով։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր որ ինձ ուղարկում են այստեղ բերդ նամակներ իրենց աջակցությունը հայտնելով։ Առանձնակի ուզում եմ շնորհակալություն հայտնել Washington State-ից հարգարժան Սուրենին, ով որ ինձ ուղարկել է նամակ, ես հնարավորություն չունեմ իրեն նամակով պատասխանելու, պատասխանում եմ ձայնայինով, որ ձեզ նամակը տպած ինձ տեղահասել։ Ես կարտացի ձեր պատմությունը, որ դուք անցել եք Օթայ Մեսա Detention Center-ով եւ տարուկես անցկացել եք այդ համակենտրոնացման ճամբարում, որտեղ ես դա անվանում եմ համակենտրոնացման ճամբար։ Շնորհակալ եմ աջակցության համար։ Վարդան Ղուկասյանը ամուր է, Վարդան Ղուկասյանը պինդ է, Վարդան Ղուկասյանը կոտրվելու իրավունք չունի, որովհետև դրան են ձգտում մեր թշնամիները։ Եթե հարգարժան Գյուլբենկյանը չկոտրվեր 30-ական թվականներին, ապա 30,000 հայ փախստականներ սովամահության չէին մատնվի, եւ այսինքն ինքը տրվեց Աղասի Խանջանի, այսպես ասած, վիրավորանքներին եւ հետ կանգնեց իր ծրագրից կացարան կառուցելով 30,000 հայ փախստականների համար։ Իսկ այդ կացարանին դեմ էին թուրքերը։ Իսկ Աղասի Խանջանը թելեց թուրքերի թելը եւ հարձակվեց Գյուլբենկյանի վրա, Գյուլբենկյանն հիասթափվեց եւ այդ քայլ դրեց։ Ես հասկանում եմ, որ այսօր շատերն են ձգտում, որ Վարդան Ղուկասյանը հիասթափվի Հայաստանից, այս խայտարակ ընտրություններից եւ հետ քայլ դնի, բայց Սոնյանց մուրազը փորը դանդաղ մեռնել, դանդաղ։ Այո, հիմա մեր մոտ ծանր ժամանակներ են, ծանր ժամանակներով հայ ժողովուրդը միշտ անցել է, շատ ազգեր կան, որ ծանր իրավիճակների մեջով անցել են, չեն կոտրվել, չեն վհատվել եւ ոտքի են կանգնել։ Ես էլ այդ անձանցից մեկն եմ, մենք կոտրվելու իրավունք չունենք։ Իհարկե ես ամուր կլինեմ, եթե ես անընդհատ լսեմ իմ աջակիցներին, իմ հետևորդներին, իմ ընկերներին, համացանցով, չգիտեմ, մամուլով, տարբեր ձևերով, նամակներով, որ այստեղ ստանում եմ ես։ Իհարկե տեսազանգերս արգելափակված են, ասում պատճառաբանում են, որ տեխնիկական է, բայց չկա նման բան, ես հասկանում եմ, որ սա այն նույն ձեռքի գործն է, ով ինձ գցեց տեղ, որ Նիկոլը անցնի Հայաստանում, հիմա էլ այդ նույն ձեռքը նաև խոչընդոտում է իմ տեսազանգերին, բայց մենք խոռոփած ունենք այդ նույն ձեռքի վրա, եւ նորից եմ ասում, մենք հանձնվող, կոտրվող տեսակ չենք, եւ չենք էլ եղել։ Ուստի, սիրելի իմ հարազատներ, սիրելի հետևորդներ եւ ընկերներ, շարունակեք ձեր տոգական արշավանքը, խաչակրած արշավանքը այս անբարոյականների դեմ, բոլոր այն մարդկանց դեմ, որոնք որ ցանկանում են մարել հայի վերջին հույսը եւ Հայաստանը վերածել թուրք-ադրբեջանական վիլայեթին, ինչի որ ձգտում է Նիկոլը, ինչի որ ձգտում է Տաշիրը, ինչի որ ձգտում է Քոչարյանը։ Հիմա էլ հայտարարում են, թե Քոչարյանին ուզում են ձերբակալել։ Ձերբակալը մեկ ձերբակալեք։ Ձերբակալող բոզի տղա Դոդի Գագոյին ձերբակալեք, բխիչեք ձերբակալը։ Խիչեք ձերբակալը։ Այն կապական փուղեն Դոդի Գագոյի տունը դրած ասում էր, թե պիտի դարձնենք ծերանոց։ Ծերանոց չդարձնողի տուն ու տեղը ծխցնեն, կապական է, բայց Դոդի Գագոյի տունը վեկարեք սարքեք ծերանոց, բխիչեք սարքեմ։ Դուք սկի Դոդի Գագոյի տղուն չեք արում բանակ տանեք, այդ փնտի բոզի տղուն, ու մնաց է տունը շինեք ծերանոց, ու մնաց է ծերձավոտը պետականացել, հոգնել ենք, իրավի հոգնել ենք ձեր թատրոններից։ Իսկ Հայաստանի սպառնում է շատ ծանր տնտեսական վիճակ, որը արդեն վրա է հասել եւ օրեցօր խորանում է։ Ընտրել եք ընտրակեղծիքներով, պետական ռեսուրսով, բարով վայելեք, մի որոշ ժամանակ վայելեք, հետո այն որ ասում կընկնեք Հայաստանի 90-ական թվերը, երիտասարդությունը չի հիշում, երբ որ կուկուռուզի ալուրով թխած աղտ էինք ուտում, որ տալը մեր Երևանյան 20 շենքի պատին, քարը բլում էր, հացը չէր բլում։
Գրամ էր 250 գրամ այդ մարդը, տորի 150 գրամ։ Դրա միջով անցել ենք մենք։ Այդ նույնի միջով կասնենք եւ կհասկանանք ինչա նշանակամ նիկոլիզմ, ինչա նշանակամ տաշիրիզմ, ինչա նշանակամ կոչիզմ։ Ինչևից է, բարով ելեք, իսկ իմ հետևորդներին, ընկերներին եւ բարեկամներին ուզում եմ ասել, մենք չենք վհատվում, մենք մեր ճամփով է թմենք, միշտ տենանք այդ ճամփեն մեզ դորա կբերա։ Այսքանը, շնորհակալություն բոլորին, առաջ ժողովուրդ առանց վհատվելու։ Արեք ձայնայիններ, արեք վիդեոներ, գցեք TikTok-ներ, Instagram-ներ, Telegram-ներ, Facebook-եր, տարբեր լեզուներով, իաջակցություն Վարդան Ղուկասյանի։ Տենալ, դալ, դախ ստապկետ։ Ամենայն հարգանքով Վարդան Ղուկասյան։